Բարեկային ծառայողները սեպտեմբերի 24-ին հյուրընկալվել էին հանրային հեռուստաընկերությունում։ Հաղորդակցման հմտությունների եւ խոսքի մշակույթի կատարելագործման ուղղված հերթական ոչ ֆորմալ հանդիպումից առաջ նրանք ծանոթացան հեռուստաընկերության աշխատանքային առօրյային։ Ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպված այս հանդիպումների շարքը տալիս է իր դրական արդյունքը։ Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում տարբեր մասնագետների հետ, ովքեր մեզ օգնում են հմտացնելու մեր հաղորդակցման հմտությունները։ Առաջին ալիքի մեդիա ակադեմիայի գործադիր տնօրեն Հրաչուհի Ութմազյանը խոսել է բարեկային ծառայող քաղաքացի հաղորդակցության բարելավման, հասարակության կողմից հանրային խոսքի ընկալումների եւ կարծրատիպերի մասին։ Ինձ անկեղծ ասած շատ զարմացրեց մասնակիցների ներգրավվածությունը։ Նախապես խոսել էինք, որ անպայման հարցերով գան, որպեսզի ես կարողանամ իրենց անհանգստացնող բոլոր թեմաներին անդրադառնալ եւ շատ ուրախացա, որ իսկապես հարցաշատ էր այսօրվա հանդիպումը եւ հուսամ, որ իր արդյունքները կունենա։ Պարեկները խոսել են ծառայության ընթացքում հանդիպած դեպքերի մասին, վերլուծել օրինակներ ու վարքագծային դրսևորումներ, կիսվել կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ կառավարման իրենց փորձով։ Հրաչուհի Ութմազյանն ընդգծել է, որ կոնֆլիկտային իրավիճակներում վարքի կառավարումն ու էմոցիոնալ ինտելեկտը առանձնահատուկ նշանակություն ունեն։ Հաղորդակցության արդյունավետությունը մեծամասամբ կախված է խոսքի մատուցման ձևից։ Ունեցանք շատ հետաքրքիր հանդիպում, մեզ հուզող հարցերի պատասխանները ստացանք, որը կարող ենք օգտագործել մեր հետագա ծառայությունների ընթացքում։ Հուսով եմ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։ Ներքին գործերի նախարարությունը կարևորում է բարեկային ծառայողների հաղորդակցման մշակույթի լավարկման ուղղված թեմատիկ քննարկումները, այն համարելով մասնագիտական հմտությունների շարունակական կատարելագործման գործիք։